Ժողովրդյան բարի լույս, այսօր հոկտեմբերի 8-ն ենք եւ Bitcoin-ը երեք ընկավ մի փոքր բարձրանալուց հետո ինչ-որ մի մակարդակից ու իմ կարծիքով ինքը դեռևս շարունակելու է իջնել ներքև։ Ինչի համար եմ այդպես կարծում, որովհետեւ տեսեք ինչա տեղի ունեցել, երեք այսպիսի մոմենտ ունեցել RSI-ը 70 պլյուս լինելուց հետո, ինչպես նաև այստեղ սենց ասած stop hunting անելուց հետո, ինչպես նաև այստեղ stop hunting անելուց հետո։ Լավ։ Հիմա արագ բացատրեմ, թե ինչ եմ տեսնում, ինչ եմ պատկերացնում, ուրեմն շուկան սենց market structure տեսանկյունից բարձրացավ, իջավ, բարձրացավ, իջավ, բարձրացավ, այստեղ է ուրեմն break of structure տեղի ունեցել, okay, այստեղից մենք չենք կարող դիտարկել, որ սա եւս բան է տեղի ունեցել, այսինքն այստեղից ներքև, որ ինքը բարձրանա, այս տրամաբանությունը մենք չենք դիտարկում, եղել է sense maximal, որտեղ որ մենք break of structure այստեղ ունեցել ենք։ Սա նշանակում է, որ ինքը բարձրացող տրենդ է, բայց սա այս ներքևի հատվածը, երբ որ ինքը ջարդեց ու փակեց այս կարմիր մոմով, նշանակում է, որ արդեն ինքը փոխել է իր ուղղությունը։ Հետևաբար, եթե փոխել է ուղղությունը, այն ամենը ինչը որ մենք դեպի վերև ենք դիտարկում, այս պահին դեռևս չենք դիտարկում։ Այստեղ ունենք trend line, որը որ բավականին լավ պահում էր, կտեսնեք 1, 2, 3 հպում ունեցել է, որից հետո միանգամից ջարդել է ներքև ու հիմա թե ինչ եմ սպասում, քանի որ արդեն ջարդել է ներքև, մենք պետքա դիտարկենք արդեն ներքև իջնելու տրամաբանությունը, լավ, այսինքն ստեղ fair value gap ունենք, order block ունենք, մեծ հաշվով ստեղ supply zone ունենք, բայց որպեսզի ավելի ստույգ լինի, մենք պետքա կարողանանք հասկանանք մեր premium ու discount զոնաները որտեղ են, որտեղից է սկսում եւ այլն, ու մենք կարող ենք դիտարկել, որ այսենց այստեղից վերև մենք պետքա նայենք, որովհետեւ բանկերը, trader-ները, smart money եւ այլն գալու են ի վերջո այս զոնաներից ինչ որ բան փնտրեն։ Եթե այդպես է, ապա մենք կարող ենք սկսած հենց Fibonacci-ից տեսնում ենք, որ 0.7 մակարդակը մեր 24500 զոնան է, այսինքն այստեղ այսենց մի հատ զոնա ունենք, որտեղ որ մեզ հուշում է Fibonacci-ն, որ կարա ներքև իջնի, հետո ավելի փոքր գրաֆիկայով ժամանոցով տեսնում ենք այստեղ մի հատ order block ունենք, բավականին գեղեցիկ, ներքևը ունենք մի հատ fair value gap ու այս ամենը ուրեմն discount զոնայում է գտնվում։ Պլյուս այստեղ ունենք այս trend line-ը, որը որպես support էր հանդիսանում, այստեղ նույնպես կարա գա որպես resistance արդեն հանդիսանա, այսինքն դիմադրություն, որ ներքև իջնի, պլյուս այս ամենը մենք նույնպես այս ներքևի զոնաները 118000-ի սահմաններում ունենք բավականին մեծ լիկվիդացիոն զոնա։ Այդ լիկվիդացիոն զոնան նույնպես ինքը գալու է մաքրի ու շարունակելու է իջնել։ Հիմա երկու տրամաբանություն ունենք։ Առաջինը, որ հասկանանք ի վերջո ինչ կարա տեղի ունենա, ինչ չէ, մենք նույնպես, եթե դուք հետևում եք շատ լավ, եթե չեք հետևում, ապա այստեղ կարող ենք Նյու Յորքի ու մնացած զոնաները դիտարկել, եկեք սենց չանեմ, ավելի լավ է այսքան հատվածը մեր ասիական սեսիան է, լավ, այս միջև ժամը 4 այստեղ էս պիկը ուրեմն Ամերիկա, Եվրոպա, որից հետո արդեն այս հատվածն է։ Իմ կարծիքով ինքը քանի որ շարունակելու է ներքևիցնել, ինքը պարտադիր պետքա բարձրանա վերև։ Ստեղ մանիպուլյացիա երկու տարբերակով կարա անի։ Մի հատը որ գա այս մաքրի երեկվա ներքևի սեսիան, որից հետո բարձրանա վերև, որից հետո նոր իջնի ներքև ու հասնի մոտավորապես IS 115-16000 զոնաները։ Սա է տրամաբանությունը, սենց գլոբալ որ նայում եմ, ու տեսնենք այսօր ինչ ունենք, այսօր ժամը 10-ին
FOMC minutes ունենք, այսինքն Ֆեդերալին ռեզերվն է խոսալու, հենց որ նույնպես ակնկալվում է, որ դատանումը տեղի ունենալու շուկայում 10-ից հետո, կամ մինչև 10 նույնիսկ կարող է արդեն իսկ դիրքավորվի շուկան։ Այսօրվա համար այսքաններ Bitcoin-ի հետ կապված, մենք ևս մի հատ գրաֆիկա նայեմ, APT, USDT, APT-ն, APT-ին ծանոթ եմ։ Կարող եմ ասել հետևյալը, որ մեռած էր մի պահ, ինձ թվում, որից հետո ինքը վերակենդանացավ, ինչ որ չեմ հետևում, բայց ինքը փաստացի այստեղ այսենց մի հատ բան էր արել, որ ես գնամ մեռնեմ, այստեղից ներքև ոչ մի հույս չկար ապրելու, բայց այստեղից հետո արդեն հույսերը բավականին տենց արթնացան ու իր պոտենցիալը նույնպես կարա բավականին լավը լինի, թե որ զոնաներից կարելի է դիտարկել իրան առնել կամ չգիտեմ ինչ, առնել տեսանկյունից այս չոչը, որ այստեղ տեղի է ունեցել 4 ժամանոց, այսենց, ու այստեղ ունենք դիման զոնա 4.3, 4.2 զոնայի սահմաններում, ունենք նաև եթե ինքս հենց հանգիստ գա, նույնիսկ կարող է գա կպնի հենց trend line-ին, ու այս trend line-ը, եթե իհարկե իջնի, իրան այս դիման զոնայի հետ մեկտեղ կօգնի բարձրանալ, որտեղ այս դիման զոնան նաև strong զոնա է նախորդ այսքան տարածքը պարզապես ջարդել է, հետևաբար ուժը տեղն է։ Համենայն դեպս այս պահին էլ, եթե իհարկե ուղղակի իմպուլս չի եղել ինչ որ պահի ազդեցության տակ, այլ ռեալ ինվեստորներ են ներգրավվել այս ամեն ինչի մեջ։ Թե ուր կարա հասնի, կարելի է նույնպես հասկանալ։ Առաջինը 7.3, երկրորդը 9, այստեղ շատ աղմուկ է այս տարածքներում, հետո այն մյուսը արդեն այստեղ 13 կարա միջև բարձրանա։ Ինքը իր ամենապիկը 20 է եղել, բայց 13 որ բարձրացավ, այն որ իսկապես զարմանալի կլինի։ Դրանից հետո եթե արդեն իսկ այդքան ուժ է հավաքել, կարող է շարունակի վերև բարձրանալ, բայց նախնական սա է։ Այն ինչը որ տեսնում եմ, հենց որ հուսով եմ ինչ որ ձևով օգտակար էր այս ինֆորմացիան ձեզ։ Այսքանն էր այսօրվա համար, ձեզ լավ օր եմ մաղթում, լավ եղեք, կհանդիպենք հաջորդին, մերսի շատ։